Արիավադիվ կերավայձար դիարկ, կերարկելի, կերավադիվ, հայրեր, վարտավետներ, արաքինազարդ կույրեր, սիրեցյալ, եղբայրներ, ժառանգավորներ, բադվագան հայ ժողովուրդ, կարասնորդած շրջանի երկրորդ գիրագին ենք, անցյալ գիրագի հիշեցինք մեր նախաձնողած Աթամ և Եվայի տրախտային երջանկությունը, իսկ այս գիրագի կգոչվի արդակսման գիրագի, վդարման գիրագի, որովհետև մեր նախաձնողները Աթամ և Եվան չհարգեցին Տիրոջ պատվերը և անհնազանդ գտնվեցան, բայց ուրիշ հետևանքի պատճառով է, որ դուրս վդարվեցան Եթեմի Բարդեզեն, ադալ ինքնարտարացման պատճառով։ Եթեմի Բարդեզին մեջ Աթամ և Եվան գերան չարի և բարի գիտության ծառեն, արգիլված ծառեն, և մեկը մյուսին վրա վերակրեց այդ մեղքը, Աթամը վերակրեց Եվային, Եվան ալ իր գարկին վերակրեց օծին, ոչ մեկը ուզեց գրել պատասխանատվությունը իր մեղքին, ասոր համար դուրս վդարվեցան Եթեմի Բարդեզեն տրախտեն։ Սիրելիներ, այսօրվա աշխարհիս մեջ շատ երևելի է այս վատ սովորությունը, ուր մարդիկ չեն ուզեր պատասխանատվությունը գրել իրենց մեղքերուն կամ զանցարություններուն։ Այսօր բարձ օրինակ կուտամ դպրոցներում մեջ, գրթարանի ասպարեզի մեջ, որով շրջանավարտ աշակերտներ լավ հայերեն խոսիլ կամ գրել գարտալ չեն գիտեր։ Եվ կսկսին փնտրելու ով է հանցավորը, հանցանքը որու է։ Երկրորդականի դասադուները գվերակրեն նախագրթարանի դասադուներուն, ասելով, որ ասոնք լավ հիմք չեն ստացած։ Իսկ նախագրթարանի դասադուները այս թերացումը գվերակրեն աշակերտներու ծնողած։ Եվ այդպես ոչ մեկը գուզե ինքն իր վրա առնել այդ թերացումի մեղքը։ Ինքնարտարացումը, սիրելիներ, մեծ մեղք է։ Գրնալալ շատ բարձ բան մտվիր, բայց իրականության մեջ մեծ մեղք է։ Այսօր երբ որ դասարանի մեջ չարություն տեղի կունենա, հարց կուտաս ով ըրավ այս չարությունը, ով որած, ով հայեց։ Ես էի, բայց ես չսկսա, մյուսը սկսա, որովհետև մյուսը սկսավ, ես ալ մտա, այդպես ոչ մեկը գուզե ինքը մեղավորի տեղ դալ։ Սիրելիներ, այսօրվա ավետարանը գուկա մեզի ապացուցանելու թե որքան ծանրագշիր մեղքեր կան մեր կյանքի մեջ, որով եթե զանց ընենք զանոնք, ոչ միայն արժանի չենք կլար երկնքի առկայության, այլ նաև քեհենի գրագի արժանի կդառնանք։ Քրիստոս նախքան այդ երեք գլխավոր մեղքերը կամ արարքները տվելու վճռական օրեն մեզի մեկ բան գսե։
Չեմ եկած օրենքն ու մարգարեությունները չնչելու, եկած եմ ոչ թե չնչելու, այլ զանոնք գադարելու, գադարելակործելու։ Ուրեմն դերը գուզեմ ես հիշեցնել, որ աշխարհիս վրա ոչ մեկ օրենք կա, որ գադարյալ է։ Բոլոր օրենքները փոփոխության կենթարկվին, գադարելակործվին, լան անոնք դաստիարակ չկան, որևէ մեկ հաստատության, նույնիսկ այսօր գարավարական գրասենյակներու մեջ ամեն մեկ գարավարական գրասենյակ իր հատուկ օրենքներ ունի, բայց այս օրենքները ըստ պատշաճի կփոխվին, կզարգանան։ Դերը դարձյալ այս ձևով ուզեց հասկացնել իր ունգընտիրներուն, ասելով, որ այո, ճիշտ է, որ Մովսեսը մեզի գեղեցիկ օրենքները տվավ, այս գեղեցիկ պատվիրանները տվավ, բայց այս օրենքները գադարյալ օրենքներ չեն։ Այսօր երբ մարտասպանության մասին կխոսենք, սպանության մի սպաններ օրենքի մասին, մենք կհասկանանք մարտասպանության ոճրագործությունը, մինչդեռ Քրիստոս բոլորովին դարբեր սպանության մասին կխոսի, խոսքով սպանել դիմացինին, զրբարդել, չարախոսել, ադոր մասին կխոսի դերը, լեզվի մասին կխոսի, լեզուն ոսկոր չունի, փոքրակույն անդամն է մարմինի, բայց ոճիրներ կրնակործել։ Սիրելիներ, չեմ գիտեր, եթե լսած եք ասի պատմությունը, հողակործը գերտա իր քյուրացի ընկերոջ և գխոստովանի մեղքը և գսե կներես եղբայր սիրելի, ես քեզի վշտացուցի խոսքով բավական վիրավորեցի, կխնդրեմ քեզ մե որ զիս ներես։ Իր ընկերը սիրահոժար գերբով գնտարաչի իր պապակին և գսե այո, ես քու մեղքերդ ներեցի։ Եվ այս հողակործը դխուր կմեկնի, գերտա կահանային մոտ, քյուրի կահանային մոտ և գսե որ ասպիսի արարք մկործեցի, կացի մեղքս խոստովանեցա բարեկամիս, սակայն գսկան որ զիս չէ ներած, թեև ընձի սա որ քու մեղքերդ ներեցի, հանցանքներդ մորցա, գսե լավ, քեզի մեկ բարդականություն դա, գսե կրբանիդ մեջ պեդուրներ բահե, թրջուններու, և կնա ամեն մեկ քյուրի, ամեն մեկ դունին, թուրին արջև պեդուր մտիր, և ետքը կովս եգուր, և այդպես կնե, գարնե պեդուրները և մեկ քյուրացիներուն դունին թրան արջև գտնե և գվերաթարնա վարդավիրինքով, և գսե գադարեցի քու հրահանքըց, գսե հիմա դարձյալ պիտի երթաս և բոլոր պեդուրները պիտի հավաքես մեկ, և գնտարաչե և գերտա այդ պեդուրները հավաքելու և սակայն կնշմարե, որ պեդուրներուն գեսեն ավելի արդեն անհետացած են, հովեն դարբեր եղանակի բաներեն գործված են, կամի և այլն, և գվերաթարնա վարդավիրինքով, գսե որ չկդա բոլոր պեդուրները, այո գսե, ասիգա քու կյանքիդ համար 10 պետք է լա, շատ հեշտ է, շատ թյուրուն է, որ թուն պեդուրները ցանես ամեն մեկ տեղ, պեդուրը սելով, այսինքն խոսքը, երբեմն չարախոսությունը, երբեմն զրբարդությունը, բայց շատ դժվար է այդ պեդուրները հավաքելը, որովհետև արդեն վերքը մեծած կլա, դժվար կլա, ետ հավաքելը, ասիգա առաջին արարքն է, որ մե պետք է զգուշանալ, սպանել դիմացինը լեզվով, լեզուն փոքրակույն անդամն է, սակայն և որ
կործի գանցնի, ինչպես կսե Հակոբոս Արաքյալ, ինչ կտարնա, հուր, գրակ կտարնա, սուր կտարնա, իսկ երկրորդ արարքը, երկրորդ մեղքը, որ մե պետք է զգուշանալ, աչքն է, աչքը մարմինին ջրակն է, եթե լեզուն տարկմանն է մեր մտքին, հաբա աչքը տարկմանն է մեր բոլոր արարքներուն, մեր հոգին և մեր մարմինին, և որ մեր աչքը հիվանդ է, մեր ամբողջ մարմինը հիվանդ է, և որ մեր աչքը մի անվարժված է քեշ բաները տեսնելու, մեր մարմինը հիվանդ է, բայց մեր աչքը վարժված չէ լավը, բարին, գեղեցիկը տեսնելու, ուրեմն Տերը մեզ մեկը խնդրե, որպեսզի լավ աչքեր ունենանք, աչքը մարմինին ջրակն է, և որ ջրակը մարած է, ամբողջ մեր մարմինը գխարխապի, գմարի, մեր մարմինն ալ գմարի, իսկ երրորդ արարքը, երրորդ գլխավոր մեղքը կապված է մեր ցերկերուն հետ, տեսեք սիրելիներ, ինչպես հանգրվանային ցևով մեր Տերը Հիսուս Քրիստոս կբացատրե մեզի մեղքերուն հետևանքները նախ աչքով, որովհետև ամենեն բարձր սկայարանքն է, ետքը գամած կսկսի լեզուի մասին խոսելու, հավագանցնի ցերքի, սիրելիներ մեր ցերքն ալ կայտաղության արիտ գրնահան հանդիսանալ, և որ մեր ցերքը միշտ վարժված է միայն այսպես երկարած մնալու, ողորմություն խնդրելու, մեր ցերքերը մեղքի և կայտաղության արիտ են, և որ միան գիտեն ստանալ և ոչ տալ, մեր ցերքերը մեղքի և կայտաղության արիտ են, և որ վարժված են միան բարևելու և ողջունելու միան այդ մարդիկը, որոնք մեզի բարիք կբերեն, միան մեր փորերը կգշտացնեն, մեր սխալները կծածկեն, այո, կայտաղության և մեղքի պատճառ են մեր ցերքերը, և որ վարժված են միան զեղծումներ ընելու, հագականոնական արարքներ կործելու, գեղձ պաստատուղթեր ստորագրելու, այո, մեր ցերքերն ալ կդառնան մեղքի և կայտաղության արիտ, սիրելիներ, մեր Տերը այսօրվա ավետարանի մեջ մեզի երկու թրություն կուտա, կամ կընտարաչենք իր պատվերներուն և կհարկենք իր պատվիրանները, կամ ալ մենք մեզ մեր ցերքով կտանենք դեպի գեհեն, և հոն մենք մեզի կնետենք կրակին մեջ, հրաշալի գործիքներ են, մեր բոլոր սկայարանքները, գրնան շատ լավ բաներ տեսնել, շատ լավ բաներ խոսիլ, շատ լավ գեղեցիկ գործեր ընել, մեր ցերքերը, մեր աչքերը, մեր լեզուները և գրնան դիշտ հագարակը ընել, ուրիշներուն կյանքը կկանթեն և մեր կյանքն ալ կկանթեն, վերջին խոսքս, սիրելիներ, չսպաղենք ուրիշներու մեղքերով, մենք մեր մեղքերը տեսնենք և աշխատենք մենք մեր անձերը դարձյալ սրբացնել, ամեն։ Միան գուզեի իշեցնել, որ այս սուրբ և անմահ պատարագը կմատուցանենք Սիհամ Դոհայի կարասունքի մահվան արիթով, ինչպես նաև Վահե Հաբեշյանի դարելիցին, խնդրելով մեր երկնավոր հորմեն, որպեսզի այս զույգ հոգիները տասե երկնքի արքայության մեջ և իրենց բոլոր բարականերուն, ասկականերուն, ծանոթներուն, մխիթարություն և սպոպանք պարգևե ամեն։ Հավատամ իմի Աստված, իհայր ամենամենական, հարարիչն երկնի և երկրի,